Խորհրդարանական ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, սակայն դեմ է գործող կառավարությանը երկրի ղեկավարին։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին եւ հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ Իշխանության ներկայացուցիչները կանխատեսում են, ընդդիմության իշխանության գալու դեպքում վերաբանակցվելու է Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթուղթը։ Դու գալու եք ասելու եք այս խաղաղության ճարտարապետությունը ազգային չի, ազգանպաստ չի, ազգանվեր չի։ Եթե դուք հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, իսկ դուք ասում եք, որ հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ ՔՊԱ-ն մեկ այլ падգամավոր Փաշինյանի Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու հայտարարությանն անդրադարձավ, նշելով, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընդունել են Փաշինյանի ասածը։ Ու դուք դուրս եք եկել այդ դիսկուրսից։ Պարոն Օհանյան, կհիշեցնեք եք այդ դրոշները ձեր դիմաց դրել։ Ինչ կոնտեքստով եք դրել այդ դրոշները ձեր դիմաց։ Այսօր 2026 թվականն է։ Ու դուք գնում եք ընտրությունների, ասում եք, մենք սոցիալական բարեփոխումներ ենք խոսում, բա որ Հայաստան չկա, բա որ Հայաստան պետքա չլներ հիմա, ըստ ձեր նախորդ թեզերի, այդ ինչ սոցիալական բարեփոխումների մասին եք խոսում։ 2019 թվականին դուք իրարամերժ արտահայտություններով Արցախը Հայաստանն է եւ վերջ, այն ժամանակ ասեիք, որ մենք Արցախի հետ որևիցե մի կապ չունենք եւ զրոյական կետից ենք սկսում, դա տապալել է ոչ միայն բանակցային գործընթացը, այլ նաև անհարգալից վերաբերմունք է այն համակարգին, ԵԱԿ Մինսկի համանախագահության այդ երկրների համատեղ կատարված աշխատանքին, որի հիմքում Արցախի ինքնորոշումն է եղել։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ գործող իշխանությունն է 2020-ին բերել պատերազմ, Օհանյանի բնորոշմամբ ոչ ադեկվատ կառավարման պատճառով։ Ոչինչ չէ կարել երկիրը մոբիլիզացնելու եւ հաջողություններ ունենալու։ Մեր առջև դրված խնդիրը կատարելու, իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել։ Վարչապետը պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են։ Ազգային ժողովի ղեկավարությունը, падգամավորները եկել էին այնտեղ եւ անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը, այսպես պետք է ասեմ, լայախ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան աշխատեն այդ մոբ ռեսուրսի հետ, թողին փախան։ Գործադիրի ղեկավարը արձագանքում է ընդդիմության մեղադրանքներին, հայտնելով, թե Ադրբեջանի դեմ պատերազմի պատճառը եղել է Արցախյան շարժումը։ Ասում է, որ այդ նշանակում է, որ դու Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ։ Հա, պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Փաշինյանը կրկին ընդդիմության խոսույթին է հաղում կատարում, թե խաղաղությունը Հայաստանի շահերից չի բխում եւ որ խաղաղությունը այն ժամանակ էր, երբ ընդդիմությունն էր իշխանության ղեկին։ Փաշինյանը տարբեր թվականների զոհերի թիվը հրապարակեց։ 98 թվական 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով։ 99 թվական 12 զոհ։ Հիմա այս 20 թվականի մասին թիվը չէ, մի րոպե 20 թվականի մասին այնքան ասվել է։ Ու ինքն իրեն հարց է տալիս Փաշինյանը, թե ինչու հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ըստ նրա 30 տարի ամբողջ պետական համակարգը աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Ու սկսել ենք հարցեր տալ։ Ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից։ Ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները։ Ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք։ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից իշխանության եւ ընդդիմության փոխհրաձգությունը ելույթներ այսպես բնորոշեց. նախկին եւ ներկա բանավեճ։ Ըստ գործադիրի ղեկավարի այդ բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա։ Անել այնպես, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը չհաղթահարի ազգային ժողով մտնելու անցողիկ շեմը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։